Ժամանակակից մաթեմատիկան ունի բավականին կիրառություններ գիտության մի շարք ճյուղերում, մասնավորապես վերջին ժամանակներում արհեստական բանականության ստեղծումը հիմնականում պայմանավորված էր մաթեմատիկայի զարգացման հետ։ Հիմքը հանդիսանում էր մաթեմատիկան։ Վերջին շրջանում նաև կարևոր կիրառություններ ունի մաթեմատիկան ֆիզիկայի, քվանտային մեխանիկայի, մաթեմատիկական կենսաբանության, մասնավորապես մաթեմատիկական համաճարակաբանության տեսության մեջ կիրառությունները բազմաթիվ են։ Ֆակուլտետի ընտրությունը հենց նրանով է պայմանավորված, որ մաթեմատիկան դուրս գալիս է, մաթեմատիկան ստացվում է ու մաթեմատիկան հենց այն ուղղությունն է, որտեղ ինձ տեսնում եմ։ Ուսանողական տարիներին մասնակցել եմ IMC Օլիմպիադային International Mathematical Competition for University Students։ Նվաճել եմ արծաթե մեդալ 2 տարի անց 2025 թվականին այս տարի ամռանը մասնակցել եմ նույն օլիմպիադային, արդեն ոսկի մեդալ եմ նվաճել։ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը համագործակցում է մի շարք բուհերի հետ, Ֆրանսիայի, Գերմանիայի, ես կարող եմ բուհերներ նշել, Սորբոնի, Բրեմենի համալսարանը, Ռուսաստանում Լոմոնոսովի անվան համալսարանը, Անգլիայում, Ամերիկայում շատ կարևոր է նաև մեր համագործակցությունը Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի հետ Ռուսաստանի Դաշնությունում։ Մենք ունենք ոչ միայն գիտական կադրերի միջև համագործակցություն, այլ նաև ֆակուլտետի շրջանավարտները մեկնում են արտերկիր կրթություն ստանալու, վերադառնում են Հայաստան եւ իրենց փորձը ներդնում են նաև մեր համալսարանի, մեր ֆակուլտետի զարգացման ուղղությամբ։ Ֆակուլտետի ընտրությունը եղել է մտածված ու տրամաբանական քայլ, ուսումնասիրելով առաջատար համալսարանների փորձը, տեսնելով թե ինչ տարբերություններ կան մեր ֆակուլտետում եւ ինչպես է ֆակուլտետը ու մասնավորապես հենց մասնագիտությունը համախմբում մի քանի մասնագիտություններ, որոշել եմ ընդունվել այս ֆակուլտետ։ Բակալավրի շրջանակներում հնարավորություն եմ ունեցել ուսումը շարունակել Գերմանիայի Զարլանդի համալսարանում Erasmus+ ծրագրի միջոցով, այնտեղ սովորել եմ տնտեսագիտություն եւ բիզնես կառավարում։ Ըստ էության, մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետը հնարավորություն է տալիս պրակտիկա անցնել առաջատար կազմակերպություններում, բանկերում, ֆինանսական ոլորտի այլ կազմակերպություններում։ Ակտուարական եւ ֆինանսական մաթեմատիկա մասնագիտությամբ սովորող ուսանողները դեռևս բակալավրը չավարտած հնարավորություն են ունենում աշխատել լավագույն կազմակերպություններում։ Ինչպես նաև ֆինանսական մաթեմատիկա եւ ռիսկերի կառավարում մասնագիտություններով սովորող արդեն մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն են ունենում իրենց մասնագիտացումը եւ աշխատանքը համատեղել, քանի որ դասերը իրականացվում են երեկոյան ժամերին եւ աշխատանքից հետո շատ հարմար է լինում նաև սովորել։ Մաթեմատիկան որպես գիտություն նկարագրելու համար ասեմ, որ այն մեծ օվկիանոս է, որտեղ դու ինչքան կրթվում ես, ինչքան զարգանում ես, հասկանում ես, թե ինչքան քիչ բան դու դեռ գիտես, ինչքան շատ բան կա դեռ սովորելու։ Ես փոքրիկ մի ցիտատ անեմ մեծանուն իտալացի մտածող Գալիլեո Գալիլեից, որը գտնում է, որ մաթեմատիկան դա այն լեզուն է, որով Աստված գրել, նկարագրել է տիեզերքը։